Հիվանդանոցում ինչ ա կորցրել։ Մերը։ Մեռնողը։ Դե աչքդ վրեն կպահես, հենց երևա կզանգես։ Եղավ։ Ուշադիր կլինես։ Հա։ Բարև ձեզ։ Բարև։ Դու ով ես։ Այս խանութի վաճառողուհին։ Ահա, նոր ես ընդունվել։ 3 Անունդ ինչ է, սիրուն աղջիկ։ Կներեք, իմ անունը ձեր ինչին է պետք։ Խանութ եք եկել, ասեք ձեզ ինչ ապրանք է հետաքրքրում։ Ոնց տեսնում եմ, քեզ լավ ինստրուկտաժ չեն արել։ Չեն ասել ես ով եմ։ Չէ, չեն ասել։ Ով է քեզ ընդունել, շուտ ասա թող գա ստեղ։ Տնօրենը, բայց նա հիմա տեղում չի։ Ուրեմն տնօրենիդ կփոխանցես, որ պարոն Մարկոսյանը հեռացրել է իրան աշխատանքից։ Ինչ։ Բայց ինչի համար։ Որ քո նման սիրուն աղջկան ամենակարևոր բանը չի ասել։ Կներեք, իսկ ո՞րն է այդ ամենակարևոր բանը։ Էն, որ ես խանութի սեփականատերը ես եմ։ Ու ես տարածքում ինչքան օբյեկտներ կան, իմն են, հասկացար։ Ես ամեն ինչ հասկացա, բայց խնդրում եմ, էլի տնօրենին աշխատանքից հեռացնել պետք չի։ Լավ, դարդ մի արա, ավելի լավ տնօրեն կունենաս։ Ու հիշի, բան ու գործը թողնում ես, ուշադրությունը սևեռում ես բոլոր նրանց, ովքեր ներս են մտնում։ Ես հենց այդպես էլ անում եմ, ուղղակի դուք հեռախոսով եք խոսում, դրա համար ձեզ չմոտեցնում։ Երկարացնում ես, գործը չարունակի։ Ոնց եմ զզվում սրանց նմաններից։ Բժիշկն ասեց, որ պետք է այսօր վիրահատվես, հետաձգել է վտանգավորը։ Այսօր չէ, այսօր բացառվում է։ Մենակ մի բառը լսեցիր, հետաձգել է վտանգավոր է։ Իսկ դու բժշկի մյուս ասածները չլսեցիր։ Բոլորն էլ լսել եմ։ Հա, իսկ որ ռիսկային է, դա լսեցիր։ Ասեց, որ ռիսկի գործոնը շատ չի։ Բայց դա չի նշանակում, որ չկա։ Ամեն ինչ կախված է հոգեբանական վիճակից։ Եթե հոգեվիճակը լավ լինի, վիրահատությունը հոյակապ կանցնի։ Հոգեբանական վիճակը ծանր է։ Այդ նշանակում է, որ ես կմնամ սեղանին, ինչ ես ուզում։ Մամ, դու լսեցիր, որ ուռուցքը բարուրական, չուրախացար։ Սկզբում հա, ուրախացա։ Իսկ հետո հասկացա, որ ռիսկային է։ Մամ, ռիսկային գործոնը շատ չի, նորից եմ կրկնում։ Նորմալ հոգեվիճակի մեջ լինես, վիրահատությունը նորմալ կանցնի, պետք չէ վախենալ։ Չէ, ես պատրաստ չեմ։ Չեմ ուզում։ Տաքսի կանչի գնում ենք տուն։ Լավ, այսօր չես ուզում, բա երբ, վաղը։ Չգիտեմ։ Վախը։ Չես հասկանում։ Բայց ինչ կա վախենալու, հոգեբանի հետ կխոսես, վախը միջիցդ կանցկացնի ու կգնաս վիրահատության։ Հոգեբանի։ Հա, մամ, հոգեբանի։ Նման դեպքերում գնում են հոգեբանի մոտ։
Չես հավատում հոգեբաններին։ Բայց ինչու։ Ախր երբ ես շփվել ես հոգեբանների հետ, որ չես ուզում տեսնել նրանց։ Շփվել ես։ Ոչ։ Այ որ գնաս հոգեբանի մոտ, կտեսնես ինչ նորմալ մարդիկ են, ինչքան մեծ օգուտ են տալիս։ Ու կտենաս, որ վախերը կանցնի։ Մամ ջան, դու այստեղ սպասի։ Ես գնամ տեսնեմ հոգեբանը կարող է այսօր ընդունել քեզ։ Ու հետ կգամ։ Ես գիտեմ։ Գիտեմ, վիրահատությունից հետո ուշքի չեմ գալու։ Մնալու եմ սեղանի վրա։ Էս ինչ փորձանք էր։ Եկավ մտավ գլուխս։ Լավագույն է բարորակ այդ Սիբիլը։ Բարև հազար բարի համա, ես ուր ես, այդ տղա գալիս ես, հլը տեղ չես հասնում, չի հասկացը, մեքենավ ինչ ես գալիս, ինքնատիրի փող չունես արա, Վրաստան ինչ ես անում, համո հերիքա գլուխս հարթուկ ես, արի, 1000 մի գործ ունենք, հիմա էլ խանութի դիմաց կանգնած եմ, կգաս կպատնեմ, ժամերով չեմ պատմելու։ Դե շուտ, դե լավ։ Արի համո, Դավիթին չկարացա ինձանով անեմ, գոնե դու կողքս կլինես։ Սոֆի որտեղ էիր, ամբողջ ընթացքում քեզ էի փնտրում։ Ինչի համար էիք ինձ փնտրում։ Որ խոսենք քո պահվածքի մասին։ Եկեք հիմա խոսենք։ Այստեղ հարմար չի, Սոֆի։ Գնանք ուսուցչանոց։ Հիմա ընկեր Սիմոնյանը ուսուցչանոցում է։ Իսկ դու որտեղից գիտես։ Ուսուցչանոցից ես գալիս։ Ձեզ համար մեկ չի, թե որտեղից եմ գալիս։ Սոֆի ջան, ես քո թշնամին չեմ։ Ես ուզում եմ քեզ օգնել։ Ինձ օգնելու համար դասարանից դուրս եք հանում։ Ես քո պահվածքի համար եմ քեզ դասարանից դուրս հանել, բայց չեմ ուզում այլևս նման բան կրկնվի։ Չէիք ուզում չհանեիք դասարանից, դժվար բան չկա։ Բայց նախ դու պետք է վերանայես քո պահվածքը Սոֆիի նկատմամբ։ Իմ վերաբերմունքը ձեր հանդեպ շատ նորմալ է, ընկեր Անտոնյան։ Սոֆի, եթե դու շարունակես հակաճառել, ոչ մի բան չի փոխվելու։ Հիմա գնա դասարան, դասերից հետո կխոսենք։ Ես ձեզ ասել էի, որ դասերից հետո գնալու եմ պարապմունքի։ Այդ դեպքում վաղը կխոսենք։ Թե վաղն էլ տեղ ունես գնալու։ Վաղը շաբաթ է, ընկեր Անտոնյան։ Հա, ճիշտ ես, մոռացել էի։ Լավ, գնա դասի չուշանաս։ Սոֆին կրկին պատմել է Սիմոնյանին դասարանում կատարվածը։ Այս ամենին պետք է վերջ տալ։ Նարեկ, ապրես Նարեկ ջան։
Մի րոպե։ Ինչ ես նայում։ Ուզում եմ հասկանամ Մարիամն ես թե Անին։ Մարիամը քեզ ասել է, թե ոնց մեզ տարբեր ես։ Հա, ասել է։ Ախր դա մեր գաղտնիքն էր։ Հիմա արդեն 3-ից գաղտնիքն է։ Ես Մարիամին խոստացել եմ, որ ոչ մեկի չեմ ասի։ Ես հասկանում եմ, թե ինչի է քեզ Մարիամը մեր գաղտնիքը պատմել։ Ինչի համար։ Որովհետև դու լավն ես։ Ու գրականության դասին ես համոզվեցի։ Դրա համար ասեցիր ապրես։ Հա, եթե ընկեր Անտոնյանին դու չասեիր, որ դու առաջինը պատասխանես, ես հաստատ ժամանակ չի ունենա, որ կրկնեի։ Ու տաս չի ստանա։ Նենց որ շատ ապրես։ Քո քուրիկն էլ է ինձ շատ օգնել։ Դրա համար փորձում եմ լավությանը լավությունով պատասխանել։ Ուրեմն խելացի տղա ես։ Իսկ դու հիմա Մարիամին ես հավանում, թե Սոֆիին։ Հավանում։ Հա, ոչ է ասելու Մարիամին ես իմ ասում, թե Սոֆիին։ Դե մենք ուղղակի դասընկերներ ենք, Անի։ Մեկը մյուսին չի խանգարում։ Ու հերիքը ամաչես։ Ու իմ հարցերին էլ պարզ պատասխանիր։ Անի։ Մամ, դու ինչ ես տեղանում։ Եկել եմ ձեզ տեսնեմ։ Դասի ժամանակ։ Դե հիմա դասամիջոց է, չէ։ Իսկ այս տղան ով է։ Ինքը մեր դասարանի Նարեկն է։ Շատ լավ տղա է։ Համել իմ ու Մարիամի ընկերն է։ Հաճելի է, ես Անահիտն եմ։ Ուրախ եմ։ Նմանապես։ Իսկ Մարիամը որտեղ է։ Դասարանում։ Էլ որտեղ պետքա լիներ։ Պարզ չի, որ ընտեղ է։ Մարիամը բոլոր դասամիջոցներին հաջորդ դասն է կրկնում։ Չի կրկնում է, անգիր է սովորում։ Երանի դու էլ այդպեսին լինեիր, Անի ջան։ Ոնց կարելի է անդադ նույն բանը կրկնել, մամա։ Անի։ Ես գնամ դասարան։ Նարեկ ջան, պիտի խնդրեմ Մարիամին ասես գա այստեղ։ Կասեմ։ Լավ։ Ինչ ես Մարիամին կանչում։ Ձեզ համար լավ բան եմ բերել։ Ինչ ես բերել։ Մարիամը գա կասեմ։ Լավ էլի, ես հիմա եմ ուզում իմանամ։ Ասել եմ, չէ, սովորիր համբերատար լինել։ Ես էլ այսօր 10 եմ ստացել։ Որ առարկայից։ Կգնանք դու կասեմ։ Չէ, հիմա ասա։ Ասեցի, չէ, սովորիր համբերատար լինել։ Վայ, Անի։ Ինչ, լավ չի, չէ։ Այդ տենց։ Ինչ ցանես, են էլ կհնձես, մամ ջան։ Մարիամ ջան, շուտ իջի առաջին հար, քեզ կանչում են։ Ով է կանչել։ Անահիտ, Անի մաման։ Անինա չի ասել, որ ինձ գաս խաբես։ Չէ, չեմ խաբում։ Անահիտն ու Անին քեզ ներքևում սպասում են։ Բա Անահիտը ինչի է այս ժամին դպրոց եկել։ Եկել է ձեզ տեսնի։ Երևի կարոտել է։ Լավ, ապրես վրա ասեցիր Նարեկ։ Մի քիչ հետո կգամ, Սոֆի։ Հիմա չեմ կարա։ Գորի հետ եմ զրուցում։ Հա, Սոֆի, ասեցի մի քիչ հետո կգամ։ Լավ։ Գնում ես։ Ուզում ես գնամ։ Ես չէ, Սոֆին ազում։ Գոր ջան, դու այսքան ժամանակ չես հասկացել, որ Սոֆի ուզել իմ համար շատ քիչ է։ Այդ երբվանից։ Գոր, ես քամարն ունեն չեմ, որ Սոֆին իջասի անեմ։ Ունեն ձեր ընկերուհին չի։ Հա, ինչ որ մեր ընկերուհին է։ Ընկերուհիների մասին վատ բաներ չեն խոսում։ Ինչ կա, էդ էլ ասում եմ, վատը լինի, չլինի։ Համե դու բան էիր պատմում, շարունակի, հա։ Էլ չեմ ուզում պատմեմ։ Ինչի։ Ես ուզում եի ընկերներ դառնայինք, բայց ոնց հասկացա իմ հետևից էլ ես վատ բաներ խոսալու։ Գոր։ Սաղեց Սոֆին համահանեց։ Ասա Արման։ Հիվանդանոցում ես դեռ։ Հա, երկար եմ ստեղ մնալու։ Մամատ համաձայնվել է վիրահատվի։ Չէ դեռ, հիմա հոգեբանի մոտ է։ Մինչև դուրս չգա չեմ իմանա, պատրաստ է վիրահատության թե չէ։ Կուզես կամ հետդ լինեմ։ Չէ, պետք չի, գործերիդ նա է։ Դե եթե երկար ես մնալու, ես մեքենայով Աննայի մոտ գնամ։ Ճշտել ես որտեղ է աշխատում։ Հա, Գոյրոնի տարածքում է։ Աչքից դրա խանութներից մեկում է աշխատում։ Լավ կլինի ուրիշ տեղ հանդիպեք Արման։
Եթե ճակատագիրը ինձ Գոյրոնի մոտ է տանում, ես դեմ չեմ։ Մոռացել ես ինչ ենք պայմանավորվել։ Սպասի թող Աննան գործը ավարտի, ուրիշ տեղ հանդիպեք։ Ես չեմ գնում Գոյրոնին տենեմ Դավիթ, բայց եթե հանդիպենք, ուրեմն տենց է պետք։ Արման լսի։ Մի բանում կարող ես վստահ լինել Դավիթ։ Եթե Գոյրոնին տեսնեմ, ճանապարհս կփոխեմ։ Իսկ եթե չհասցնեմ, Վահանի պատմաստերի մասին ոչ մի բան չեմ ասի։ Ամենայն դեպս ուշադիր եղիր։ Նենց չանես, որ Աննայի աշխատանքի վրա ազդի քո գնալը։ Պետք լինեմ զանգի։ Կարևոր չի որտեղը։ Եղավ։ Ոնց պատտվում ենք Գոյրոնից բրծում չկա։ Աննան լավ աղջիկա։ Երկար չի ցկի Գոյրոնի մոտ։ Մենակ թե Արմանը դրան ռաստ չգա ու նոր պատմության մեջ ինձ գցի։ Հիմա Գոյրոնի ժամանակը չի։ Անի ուրավ ամ այդ տվածը, պայսակիս մեջ ա, դուր, բոլորի մոտ պետք ա ուտես, մենակ ես չէ, չեմ հասկանում ինչ ես ասում, դուր կհասկանաս։ Վերցրու Սոֆի, չեմ ուզում։ Սիլվա գալիս ես, ես գնում եմ։ Չէ, Սոֆ, դու գնա, ես մնում Անտոնյանի հետ տնայիններս անեմ։ Լավ, դու գիտես։ Բա քեզ Մարիամ։ Ոչինչ, տանը կա, ես կգնամ տանը կուտեմ։ Բայց ինչ տարօրինակ ես դու, Մարիամ։ Ես էլ տենց եմ։ Վերցրու, մաման մեր երկուսի համար էր բերել, չէ։ Տեսեք, երեխեք, Մարիամը բոլորիս կոնֆետ տվեց, բայց իրեն չմնաց։ Ոնց, հիմա դու չունես, Մարիամ։ Ունեմ, քուրիկս տվեց։ Զարմանալի աղջիկ ես, Մարիամ։ Մի քանի ամիս առաջ մենք բոլորս քեզ նեղացնում էինք, իսկ հիմա դու… Գոր, սուս մնա ու կոնֆետդ կեր։ Ինչի եք նեղացնում Մարիամին, Գոր։ Ուշադրություն մի դարձրու, Անի։ Արի դուրս գնանք։ Չէ, Մարիամ, ես մինչև չիմանամ, թե ինչի են նրանք քեզ նեղացրել, ոչ մի տեղ չեմ գնա։ Քեզ պետք է խնդրեմ, որ խոսես, Գոր։ Չասես, Գոր։ Չհասկացա, Նարեկ։ Ես նրան հարց եմ տալիս ու թող բարի լինի ու պատասխանի իմ հարցին։ Հանգստացի, Անի։ Արի դուրս գնանք, ես ջուր եմ ուզում խմել։ Ուզում ես խմել, գնա խմի։ Ես ուզում եմ իմանամ, թե ինչի են բոլորը քեզ նեղացրել։ Խոսացեք, երեխեք, խոսա, Գոր։ Մարիամ, դու քո քուրիկին չես ասել, որ դու մուրացկա… Սուս մնա, Սիլվա։ Մի գոռավրես, Նարեկ։ Որ չես հասկանում, պիտի գոռամ։ Դե ուրեմն ես էլ Անտոնյանին կասեմ, որ վրես անտեղի գոռացել ես։ Ում ուզում ես ասա։ Անտեղի չի գոռացել, որ մի քիչ մտածես կհասկանաս։ Ինչ եք ոգևորվել, երեխեք։ Երեխեք ով է գալիս գնանք ջուր խմենք։ Ես։ Դու ոչ մի տեղ էլ չես գնում, Սիլվա։ Ձերքս բաց թող գնամ ջուր խմեմ։ Անի, Սիլվայի ձեռքը բաց թող, ես հետո քեզ կասեմ, թե նա ինչ էր քեզ ուզում ասել։ Լավ, գնա, Սիլվա։ Կներես ինձ, Մարիամ։ Ես լսեցի ինչ ասեց Սիլվան, մուրաց, բայց էլ շշարունակեց։ Ինչ էր ուզում ասել Սիլվան, Մարիամ։
Դու ինձ բան չունես ասելու, Անտոնյան։ Սիմոնյան, ես վստահ եմ, որ Սոֆին քեզ ամեն ինչ պատմել է, բայց հավատա, ես հիմա խոսելու ժամանակ չունեմ։ Գիտեմ։ Գնում ես աշակերտներիս հետ պարապելու, չէ՞։ Ես գնում եմ աշակերտներիս հետ տնային աշխատանքները կատարելու։ Դե բնականաբար մաթեմատիկան էլ չէ, պետքա պարապես։ Ներիր, բայց չենք կարող բոլոր առարկաների տնային հանձնարարությունները կատարել, բացի քո առարկայից։ Անտոնյան, ինձ մոտնես տպավորությունն է, որ դու շեշտը դնելու ես հատուկ իմ առարկայի վրա։ Եվ ասեմ, դա դու անում ես մտածված։ Սիմոնյան, ես ոչինչ դիտավորյալ չեմ արել։ Իսկ հիմա պետք է գնամ իսկապես շտապում եմ։ Հետո խոստանում եմ, կքննարկենք քեզ հուզող բոլոր հարցերը։ Հետո երբ։ Երբ որ բոլոր աշակերտները հրաժարվեն իմ մոտ պարապելուց։ Ես մեծ սիրով կառանձնացնեի քեզ մոտ պարապող աշակերտներին, բայց հավատա, դա հնարավոր չի։ Ինչու՞։ Շատ էլ հնարավոր է։ Ընդամենը 5 հոգի են։ Դու իրենց կարող ես ասել, որ դասերից հետո չմնան տնայինները կատարելու։ Իսկ մնացած առարկաները։ Ախր երեխաներն իսկապես շատ են ուզում դասերից հետո մնալ ու պարապել, միմյանց օգնել։ Իսկ տնօրենը տեղյակ է քո փայլուն մտահղացման մասին։ Տնօրենը գիտի եւ իդեպ ողջունել է։ Դե իհարկե։ Դու տնօրենի աչքի լույսն ես։ Ինձ տրորելու հաշվին դուք մեծ հաջողությունների կհասնեք, Անտոնյան։ Ոյ, Սիմոնյան, շատ կցանկանայի, որ դու իմ ու տնօրենի խոսակցության ժամանակ ներկա լինեիր։ Ինչու՞։ Որ ես գլուխս կախեի, իսկ դու հրճվեիր։ Չէ, որ լսեիր, թե ինչպես եմ տնօրենին խնդրում, որ դասաժամերը չկրճատի։ Ով։ Դու։ Ինչ ես ասում, Անտոնյան, հիմա ծիծաղից կմեռնեմ, գիտես։ Սիմոնյան, իսկապես շտապում եմ։ Մի կողմ քաշվիր գնա։ Անտոնյան, դասաժամերս կրճատելը հասկացա։ Վրեժը վրեժ, բայց մարդուն հացից կտրելը անմարդկային քայլ է քո կողմից։ Հիմա թույլ տուր գնամ, հետո կհասկանանք ինչ լուծում ենք գտնում։ Գնա հա օծ։ Սիմոնյան։ Գնա, քանի համբերությունս չի սպառվել։ Գնա, ասում եմ։ Գուցե մի կողմ քաշվեիր։ Քեզ քանի անգամ եմ ասել, որ այս տարածքում չերևաց, հա? Քանի անգամ եմ ասել։ Սրան հələ նայ, հերիք չի եկել ես ուսմայի տարածքը մի հատ էլ իրան լավ է։ Փողերը դու, աղջի։ Արագացրու, վերջ ես փողերը մի հատ։ Ուր են փողերը մնացածը, հա? Քո հետ եմ էի։ Սրան հələ նայ, հա? Ես քեզ ինչ ասում։ Վերջին անգամ եմ զգուշացում, եթե դու մի անգամ էլ ստեղ ես եկել, նայ, հա, սոսկոտ գտնեմ քեզ։ Ունես տեղ կթաղեմ, որ ոչ մեկ ես չի գտնի, հասկացար։ Սրան նայ, հա, հələ սրան նայ։ Արագացրու դες փողկա։ Ամենից դες զգուշացնեմ սրան հələ դες։ Փողերը հավաքի, ինչ ես կանգնել։ Էկո։ Ուրա։ Ասո։ Բաներ կցանե։ Վերջացել եմ մի հատ, հա։ Դու կողա դիտես հետ եմ ծտնեմ սրան հələ նայ, հա։ Արագացրու, հա։ Ո՞ս չունես, հա։ Նայ քեզ ինչ եմ ասում։ Որոշել ես գաս տեղ, իմ տարածքը, իմ փողերը հավաքես ու գնաս, հա։ Սպրվես։ Նայ սրան հələ։ Մյուս անգամ ես քեզ տեսել եմ ստեղ։ Հասկացեմ, հասկացար։ Արագացի փողերը հավաքի գնացինք տեղից։ Սա հասած մեզ բռնել ա։ Չկա, գնացինք։
Այսինքն իմ քուրիկը մուրացկան է եղել։ Այ քեզ բան։ Իմ հարազատ քուրիկը մուրացկանություն է արել։ Ինչ տհաճ է։ Գոնե խոսալուց առաջ մտածես ինձ ես մեղադրում։ Ես ինչ իմանայի, որ տենց կարևոր բանը Մարիամ իր հարազատ քրոջի չի պատմել արել։ Դու որ Մարիամի տեղը լինեիր կպատմեիր։ Ես Մարիամի փոխարեն չէի լինի։ Չես կարող ասես։ Կարամ գորջան, որովհետև իմ մաման ու պապան աշխատում են ու ինձ մուրացկանության չեն ուղարկի։ Մարիամին իր տատիկն է ուղարկել, ոչ թե մաման ու պապան։ Մարիամը մամա չունեն արեք։ Բայց Անին ունի։ Բայց ո՞նց է տեն ստացվել երեխեք։ Ինչ եք այստեղ հավաքվել։ Ես ձեզ չասացի դասարանում կպարապեք մինչև գամ։ Դասարանում Մարիամն ու Անին լուրջ բանի մասին են խոսում։ Մենք է դուրս եկանք, որ երկուսով մնան։ Ինչ լուրջ բանի մասին է խոսքը։ Անին չգիտեր, որ Մարիամը մուրացկանություն արել։ Նոր իմացավ։ Սիլվայի շնորհիվ։ Բայց դու ինչ վատն ես, Նարեկ։ Ես եմ վատը, թե դու, որ իբր թե պատահական բերանիցը թրցրեցիր։ Իբր չէ, պատահական ստացվեց, քանի անգամ պիտի ասեմ։ Լավ։ Չենք վիճում։ Սպասեք գնամ տեսնեմ ինչ է եղել։ Ու այդքանից հետո ո՞նց ես կարողացել ներել քո տատիկին, Մարիամ։ Տատիկը զղջացել է իր արարքների համար անի։ Էլ ստից բաներ մի խոսա, հա Մարիամ։ Ինչքան էլ ուզում ես զղջա, մեկը դա ներելու բան չի։ Եթե մարդը իրոք զղջացել է իր արարքների համար, պետք է ներել։ Մարդիկ ստում են, Մարիամ։ Ցույց են տալիս իբր փոշմանել են, բայց հետ չեն փոշմանել։ Մի հուզվիր գեղեցկուհիս։ Դա արդեն վաղուց անցյալում է, ու պետք չի ամեն անգամ հիշելիս հուզվես։ Եվա, դու էլ գիտեր, որ Մարիամը մուրա… Գիտեի, Անի, բայց պետք չի ամեն անգամ այդ բառն օգտագործես ու քուրիկին վիրավորես։ Նաև մենք դպրոցում ենք, ու դու ինձ պետք է ընկեր Անտոնյան ասես։ Ժամանակ ես գտել դրա մասին խոսալու։ Անի, ժամանակը կապ չունի։ Մենք դպրոցում ենք, իսկ դպրոցում միայն ընկեր Անտոնյան։ Պահ, ես քո հետ մտերման եմ, իսկ դու չուզես, հա։ Անի, դուք էլի մտերիմ եք։ Ընկեր Անտոնյան ուրիշ բան է ասում, ուղղակի դու չես լսում նրան։ Դու մի խառնվի, հա Մարիամ, դու ավելի լավ մտածի քո արածների համար։ Քուրիկին այլևս չվիրավորես, Անի։ Մի նմանվիր Սոֆիին ու նրա ընկերուհիներին։ Իսկ դու մի նմանվի Սիմոնյանին ու քո աշակերտների հետ նորմալ խոսա։ Անի ջան, ես քո հասակակիցը չեմ ու թույլ չեմ տա ինձ հետ այդ տոնով խոսես։ Ես տուն եմ գնում, գալիս ես Մարիամ։ Անի ջան, ես չեմ ուզում, որ մեր միջև խնդիրներ լինեն։ Մարիամ, ես գնում եմ, գալիս ես թե ոչ։ Անի, ինձ մի արհամարիր, իրավիճակն ավելի մի բարդացրու։ Իմ մաման ավելի լավն է ու ինքն է արժանի Դավիթի հետ ամուսնանալու, ոչ թե դու։ Անի, կանգնիր։ Մամ, ինչ լողը եկար։ Ինչ է եղել, բաբես։ Ինչ է կատարվում այստեղ։ Ընկեր Անտոնյանը իմ վրա զայրանումով վիրավորում է ինձ։ Ինչ։ Ինչպես եք համարձակվում վիրավորել իմ աղջկան։ Եթե աշակերտներից որևէ մեկը կապ չունի ով, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում, ես իրավունք ունեմ զայրանալու։ Անի, ինչ ես արել, որ զայրացրել ես։ Մի հատ անունով դիմեցի, նենց ոգևորվեց ոնց որ… Ինչ։ Եվ դա անարգալից վերաբերմունք եք համարում եւ ձեզ իրավունք եք վերապահում նեղացնել իմ աղջկան ու զայրանալ նրա վրա։ Ձեր աղջիկը կատարվածն իր օգտին ներկայացնելու մեծ վարպետ է ի դեպ։ Ես իմ աղջկան լավ եմ ճանաչում, կարիք չկա արդարանալու։ Մարիամ, քեզ էլ է նեղացրել ընկեր Անտոնյանը։ Չէ, հակառակը, Անին է մեզ նեղացրել։ Իսկ ընկեր Անտոնյանը ուղղակի… Դու սրան ինձ այն շատ ես սիրում, Մարիամ։ Խնդրեմ, սա էլ ձեր ներկայությամբ ասած։ Թե դասղեկին սրան անվանելը ըստ ձեզ նորմալ է։ Ես հիմա երեխաներին տուն կտանեմ։
Հետո կհանդիպենք։ Եվ այս միջադեպն էլ մյուս թեմաների հետ կքննարկենք։ Ես դեռ 1 ժամ դպրոցում եմ լինելու, իսկ դասերից հետո խնդրեմ։ Ես էլ չեմ գալու տուն, պետք է մնամ դասարանում, որ երեխաների հետ տնային աշխատանքները կատարենք։ Մարիամ, արի միասին տուն գնանք, մի մոռացի թե ով է քեզ ավելի հարազատ։ Ջանի, հարազատ լինելը կապ չունի։ Ես ուզում եմ մնամ, հետո պապան ինձ կբերի մեր տուն։ Այսինքն դու չես ուզում, որ ես ձեր տուն գամ։ Ուզում եմ, ուղղակի քո մաման ասաց, որ մեր տուն չեք գալու, ձեր տուն եք գնալու։ Մամ աստած բան չի ասել։ Մարիամ ինձ տուն ենք գնում, չէ՞ մամ։ Ինչպես կուզես արես։ Լսեցիր։ Հիմա ինչ։ Գալիս ես մեր հետ, թե չէ, թե մնում ես Եվայիդ հետ։ Գուցե քաղաքավարի գտնվեք ու ստիպեք ձեր աղջկան հարգել դասկակին։ Անի, այլևս ընկեր Անտոնյանին դույով չդիմես։ Միայն ընկեր Անտոնյան։ Ինչի հետևից ես ընկել, մամա։ Դու ավելի լավ Մարիամին համոզի, որ մեր հետ գա։ Բալես Մարիամը չի ուզում գալ, նրան հետո Դավիթը կբերի։ Եթե սենց շարունակես, հաստատ Եվան է դառնալու Դավիթի կինը, ոչ թե դու։ Անի հետ արի, սպասիր, Անի։ Սիրում եմ քեզ, շատ։ Ես էլ քեզ եմ սիրում, գեղեցկուհիս, շատ։ Սիրուն աղջիկ, խելոք աղջիկ։ Անի, սպասիր, Անի շունչից կտրվեց, կանգնիր, Անի։ Դու կարող ես իմ հետևից չվազել, գնա քո տուն։ Իսկ դու ուր ես գնալու։ Գնում եմ ինձ գցեմ մեքենայի տակ։ Հիմար բաներ մի խոսիր էլի։ Բա ինչ անեմ, որ ոչ դու ես ինձ սիրում, ոչ էլ Մարիամը։ Անի ջան, ես քեզ սիրում եմ, շատ եմ սիրում։ Այդ Եվանա Մարիամին սիրում ու պաշտպանում, այլ ոչ թե քո նման։ Որովհետև Մարիամը երբեք քեզ նման չի պահում իրեն։ Կապ չունի ոնց է պահում։ Եթե սիրում ես, միշտ էլ կսիրես, ոչ թե մեկ-մեկ։ Անի, սպասիր։ Անի, չեմ վազելու հետևիցդ, կանգնիր, Անի։ Այս աղջիկը։ Ես պապային ասել եմ, որ զայրանա Անի վրա։ Չէ, Մարիամ ջան, պետք չի։ Եթե հայրդ զայրանա, դու ասել ես, որ Անին կնեղանա ու էլ տուն չի գա։ Կապ չունի, այսպես էլ երկար չի կարող շարունակվել։ Անին ոչ մեկին ոչ եթերքվում է, ոչ էլ լսում է։ Ես չեմ ուզում, որ Դավիթն իմ պատճառով զայրանա Անիի վրա։ Լավ կլինի դու խոսես քուրիկիդ հետ։ Լավ, կփորձեմ։ Անահիտի հետ հանդիպելու ես։ Հա, հանդիպելու եմ։ Արդեն 2 անգամ է ուզում է խոսել ինձ հետ։ Պապայի մասին եք խոսելու։ Երևի։ Լավ, Մարիամ ջան, դասընկերներդ մեզ են սպասում։ Գնական չի, թող ներս գան։ Երեխեք ընկեր Անտոնյանը կանչում է, եկեք։ Ընկեր Անտոնյան, եթե ձեզ այսօր հարմար չի, կարող եք գնալ տուն։ Չէ, Նարեկ ջան, հարմար է։ Նստեք ու բացեք իմ առարկայի դասագրքերը։ Բարև երիտասարդ։